Ես կարծում եմ դեռ Բաքվում պահվող 20 թվականի պատերազմից հետո պահվող պատանդների խնդիրը շատ կարևոր է նշել, քանի որ իմ հասկանալով, եթե խաղաղության համաձայնություն եք ձեռք բերում, միևնույն է պետք է նաև անդրադառնա քայլեր ձեռնարկեք, որպեսզի խաղաղություն ապահովեք, եւ եթե պատերազմից դեռ մարդիկ երևարված են, բանտում են պահվում ու պատանդ են պահվում մի երկրում, որ այդ խաղաղություն եք համաձայնեցնում, ապա ես կարծում եմ իրավական միջոցներ պետք է ձեռնարկվեն եւ ինչպես ասեմ, Հայաստանի լավ, ես կարծում եմ, որ այդքանով սահմանափակվեմ։ Լավ, խոսքը ձեզ վերադարձեմ։ Շնորհակալություն, ես կսկսեմ մեր մասից ու ռազմավարությունից դեպի Եվրոպական միություն եւ Վրաստանի տեսանկյունից դիտանկյունից։ Գիտեք, մեր օրակարգի գլխավերևում, Եվրամիության հետ կապված օրակարգի գլխավերևում դրված է Վրաստանի Եվրամիության հետ համաձայնության հասնելու ռազմավարությունը։ Անկեղծ ասեմ, ինչու եւ երբ մենք ընդունեցինք այդ եվրոպական ռազմավարությունը, երբ Վրաստանը ստացավ Եվրոպական միության տեխնոծիայի կարգավիճակ, եւ մենք զգացինք, որ մեր ճանապարհը ուղին դեպի Եվրոպական միություն բացվում է, ու մենք տեսանք հնարավորություն մեզ համար, եւ դրանից հետո դժբախտաբար որոշ խնդիրներ ծագեցին Եվրոպական միության եւ Վրաստանի միջև հարաբերություններում, եւ կարծում եմ, որ դա ամենաշոշափելի խնդիրներից մեկն է Հայաստանի համար եվրոպական դիտանկյունից եւ բնականաբար ու ես կարծում եմ այս իրավիճակի հանգուցալուծումը Հայաստանի համար շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է պատմության։ Գիտեք, շատ կարևոր է որոշել, թե ինչպես հարաբերվել պատմության հետ։ Դա շատ կարևոր է։ Գիտեք, կա շատ կարևոր մի ասացվածք, որ պետք է դասեր առնենք պատմությունից։ Բայց գիտեք, բոլորը դրա մասին գիտեն, բոլորը դա գիտեն, բայց որն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ չկա կոնկրետ ցուցում, թե պատմության որ էջում է այդ որում են այդ դասերը գրված, որ բացենք ցուցումներ չկան, որ վերցրեք պատմության դասագիրք, չգիտեմ, որը տպվել է 1972 թվականին Գերմանիայում կամ Ռուսաստանում կամ Հայաստանում, բացեք տվյալ 173-րդ էջը եւ այդտեղ առաջին պարբերության մեջ էջի գրված են պատմության դասերը։ Մեր տեսանկյունը ուստի հետևյալն է։ Ընդ որում մեր տեսանկյունը մեզ համար, մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար հետևյալն է։ Ամենակարևոր ուղերձը մեր պատմության դա պահանջն է չկրկնելու այդ պատմությունը կրկին ու կրկին եւ փորձելու բացվել ու ստեղծել ամբողջովին նոր պատմություն, կերտել նոր պատմություն մեր երկրի ու մեր ժողովրդի համար, քանի որ գիտեք ու դա ակնհայտ է ու բոլորը դա գիտեն, հետևյալն է։ Դա ընդ որում մեր ազգի առանձնահատկություններից է, ամբողջ աշխարհում հասկացված լինել, տառապանքը, ցեղասպանությունը եւ այլն, բայց գիտեք, մենք որոշել ենք մեր հայացքը շրջել եւ կենտրոնանալ այն ուղղությամբ, որ չկրկնվի այդ պատմությունը եւ դա ամենակարևոր ներդրումը, ամենակարևոր տուրքը կլինի պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, բարեկեցությանը եւ խաղաղությանը մեր երկրի համար, քանի որ դա կլինի կարևորագույն ներդրումը, հարգանքի տուրքը մեր ազգի բոլոր նահատակներին, բոլոր ժամանակների բոլոր նահատակներին եւ դա է մեր ռազմավարությունը։ Իմիջիալոց չկա ազգ, որը կհամարի, որ
ինքը չի տառապել։ Բոլոր ազգերն էլ համարում են, որ իրենք տառապել են։ Եվ յուրաքանչյուր ազգ ունի իր տառապանքները, ողբերգությունները եւ այլն։ Սակայն մեր ռազմավարությունն առաջին հերթին հետեւյալն է՝ չկրկնել նույն պատմությունը կրկին ու կրկին, այլ փորձել ստեղծել ամբողջովին նոր, ավելի լավատեսական, ավելի բարեկեցիկ, ավելի խաղաղ պատմություն եւ հիմա այսօր մենք փորձում ենք հենց դա անել։ Այո, եկեղեցու մասին։ Գիտեք, շատ զգայուն թեմա է, հատկապես որ այն ավելի հասկանալի դառնա ձեզ եվրոպական լսարանիդ համար, ես խոսում եի քիչ առաջ ստանդարտներին համապատասխանելու մասին։ Այս ամբողջ պատմությունը եկեղեցու թեմայով զուտ համապատասխանելու մասին է։ Նախ եւ առաջ համապատասխանությունը եկեղեցու իր իսկ կանոններին։ Ինչ ենք մենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք տապանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն Այսինքն առաքելական եկեղեցու կանոններին, ի նկատի ունեմ համապատասխանությունը եկեղեցականների, հոգևորականների եւ այլն, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն լինի։ Ընդհանրապես եկեղեցու եւ հոգևորականների, եկեղեցականների եւ եկեղեցու ղեկավարների համապատասխանությունը լինի, հաշվետվողականությունը լինի, ոչ ոք չգիտի թե ներ եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ոչ ոք դա չգիտի, քանի ինչ գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում, ու գիտեք, ամենամեծ խնդիրը որն է։ Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի վիճակում, իսկ սովորակ եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ, դա խնդիր է, եւ դա վնաս է պատճառում մեր երկրի բարոյական մթնոլորտին։ Մենք ցանկանում ենք, որ արժեքահեն հասարակություն լինի, բայց ես ասում եմ, որ հնարավոր չէ ունենալ արժեքահեն հասարակություն, երբ մեր արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է եւ մեզ անհրաժեշտ է բարեփոխում ունենալ, մեզ անհրաժեշտ է մեր եկեղեցին համապատասխանի մեր հասարակության առաջ եւ թափանցիկ լինի եւ դիլեն գործիքներ ստուգելու հոգևորականների, եկեղեցականների բարեվարկությունը եւ այլն ու կարծում եմ մեր օրակարգը ամբողջովին թափանցիկ է առանց ինչ որ թաքնված կամ ծպտյալ օրակարգերի ոմանք ասում են թե կառավարությունն ու վարչապետը գործում են ընդդեմ հայաստանյան առաքելական եկեղեցու դա անհնար է գիտեք որովհետեւ ես հետևորդ եմ ես հավատացյալ եմ հայաստանյան առաքելական եկեղեցու ես Իսուս Քրիստոսի հավատացյալ եմ ես հետևորդ եմ Իսուս Քրիստոսի վերջերս ես այդ արեցի որ Իսուս Քրիստոսը իմ սիրտն է եւ ես չեմ կարող գործել Իսուս Քրիստոսին դեմ հակառակ եւ իմ եկեղեցուն հակառակ դա իմ եկեղեցին է գիտեք ու մեր եկեղեցին է 90-ից ավելի տոկոսը մեր կառավարության անդամների Հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ իրենք ու մենք ցանկանում ենք համապատասխանի
եւ թափանցիկ ու հաշվետու լինի եւ ազնիվ լինի եւ արժեքահեն լինի եկեղեցին։ Ինչ վերաբերում է ես կուզեի միջայլոց արձագանքել Ադրբեջանի տեսփանի խոսքին։ Ես երախտապարտ եմ ջերմ ողջույնի համար, բայց մյուս կողմից գիտեք, ես մտածում եմ արդյոք Ադրբեջանը ցանկանում է, որ տարածքային պահանջներ լինեն Հայաստանի սահմանադրության մեջ, թե ոչ։ Երբեմն իմ տպավորությունը գիտեք, որն է, որ մեր ադրբեջանցի գործընկերները շատ են ուզում, այսպես ուզում են, որ մեր սահմանադրությունը պարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, բայց գիտեք, չկան տարածքային պահանջներ։ Չունենք տարածքային պահանջներ մենք։ Եվ մենք պատրաստ ենք դա ապացուցել։ Եվ ակնհայտ է դա։ Եվ ուստի, ինչպես արդեն ասացի, եւ որն է մեր ռազմավարությունը։ Մեր ռազմավարությունը հետեւյալն է. լինել հետևողական, առանց լարվածության եւ դրական եւ խաղաղ մթնոլորտում ներկայացնել ու բացատրել մեր դիրքորոշման բոլոր նշբությունները, բայց գիտեք, իրականությունը հետևյալն է. անգամ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անկեղծորեն կարծում է, որ կան տարածքային պահանջներ Հայաստանի սահմանադրության մեջ, գիտեք, ամենաարագ լուծումը այդ խնդրի որն է։ Ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ ուղարկել դա, արդեն ասել եմ, դա պարտադիր է եւ երբ Հայաստանի կառավարությունը այն ուղարկի մեր սահմանադրական դատարան եւ երբ մեր սահմանադրական դատարանը ասի կամ եթե ասի, որ այն ամբողջովին համապատասխանում է, համաձայնագիրը ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, այն կգնա խորհրդարան, կվավերացվի եւ մենք եւ կստանա ավելի բարձր, ամենաբարձր, բարձրագույն իրավական ուժ։ Եվ այդ պարագայում չեն լինի տեսականորեն, գործնականորեն չեն լինի եւ չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, բայց եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ես արդեն ասել եմ եւ իմ պարտավորությունն է դա, մեր պարտավորությունն է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ եւ դա է մեր դիրքորոշումը եւ մեկ հարց էլ կար ազատությունից զրկված անձանց մասին։ Գիտեք, շատ զգայուն հարց է սա եւ մեր դիրքորոշումը որն է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության եւ խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը։ Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Դա է մեր դիրքորոշումը։ Ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես։ Դա է մեր ընկալումը։